իրենց ժողովրդի գլուխն են զբաղացնում, հիմա կարճ կոնկրետ հարց տամ, ցանկացած մեկին այսօրվա մեր սահմանադրությամբ Հայաստանը ֆունկցիոնալ միապետություն է, ֆունկցիոնալ միապետություն, մի հոգի իր կուսակցությունն է ստեղծում, այսինքն սենց անճանաչ մարդկանց ինչ որ մի թիմ է հավաքում, իր ռեյտինգով բերում լցնում է այդ մարդկանց ազգային ժողով, այդ մի հոգին դառնում է այդ ազգային ժողով վարչապետ, այդ մի հոգին դատական իշխանության վրա լծակներ է ունենում այդ ազգային ժողովով եւ իր գործադիր մինիստրներով, այդ մի հոգին բյուջե է սահմանում, այդ մի հոգին դատական իշխանությունից բացի դատախազա նշանակում, դատախազա մանիպուլացնում, ոնց ուզում տենց շարժում է, այդ մի հոգին ամբողջ իրավապահին բանը վերահսկում է, այդ մի հոգին կասեցնում է բանակի զարգացումը որպես հեղաշրջման պոտենցիալ վտանգ, այսպես կարճ կապեմ։ Այդ մի հոգին այդքանը հերիքի տեղական ինքնակառավարումն է սարքել է բանը Հորդուքյանը ուզում նշանակում է տեղական ինքնակառավարում, ով դուրը չի գալի, ձերբակալում է ԺՊ-ը նշանակում, ֆունկցիոնալ միապետություն։ Հիմա Էդմոն Մարուքյանը հենց իրեն եմ ասում, ուզում է գաստե դառնա վարչապետ։ Հիմա ինքն է ուզում այդ մի հոգին լինի։ Հովիկ Աղազարյանը կամ իր ընկերը այդ են ուզում, եթե որևիցե մեկը այս երկրում ուզում է իսկականից լավ Հայաստան, հզոր Հայաստան, առաջինը պետք է խոսա այս ֆունկցիոնալ միապետությունը փոխելու մասին, այսինքն այս սահմանադրությամբ ես կսկի ինձ թույլ չեմ տա դառնալ իշխանություն, այս սահմանադրության միակ պայմանը, որ ես ինձ կճանաչեմ այս երկրում իշխանություն, որ խոստանամ ստորագրեմ, պարտավորվեմ 6 ամսվա ընթացքում սահմանադրություն ենք փոխում, դարձա իշխանություն 6 ամսվա ընթացքում սահմանադրություն ենք փոխում նորից ընտրություններ։ Չի կարա լինի այս աստիճան վատ, սխալ, վտանգավոր համակարգ եւ ցանկացած մեկը ով ուզում է գա իշխանության, էլի բովանդակային, փորձում եմ տանեմ բովանդակային դաշտ։ Ով ուզում է լինի, Էդմոն Մարուքյանը չլինի, ով ուզում է լինի։ Լևոն Քոչարյան լինի, Ռոբերտ։ Ով ուզում է լինի, եթե գալիս է այս ֆունկցիոնալ միապետության բարիքներից ճակերտավոր, հիմա էլ ինքը օգտվի, ինքը իմ երկրի թշնամին է։ Ինքը իմ երկրի թշնամին է։ Եվ եթե այս Հայաստանում գիտակից մարդ կա, ուրեմն գիտակից մարդու թշնամին է։ Եթե այս Հայաստանում մեկը կա, ում համար նա թշնամի չի, ով գալիս է ֆունկցիոնալ միապետությունը իր շահերին ծառայացնի, ու ինքը դրան թշնամի չի համարում, դրա փոխարեն Ալիևին է միայն համարում, կամ Պուտինին է միայն համարում, կամ չգիտե Եվրոպայում ինչ որ մեկին է միայն համարում, կապ չունի նա ինչ արտաքին քաղաքական կողմնորոշում ունի։ Նա իմ թշնամին է, այս երկրի թշնամին է։ Ինչ բարդ բան կա այստեղ։ Հիմա հա բզբզում որ ես սենց խոսամ, Չեմ բզբզում, պարոն Մանասյան, ես ասում եմ, ձեր ասածը շատ կարևոր բան է ու անհրաժեշտություն է Հայաստանի համար, բովանդակային վերջապես քննարկումներ, ոչ թե այն, ինչ մենք տեսնում ենք խորհրդարանում կամ խորհրդարանից դուրս։ Եվ սա ենթադրում է, որ փոփոխություն ունեցող անձիկ պետք է ձեր հետ շատ սերտորեն աշխատեն, ձեր հետ համագործակցեն։ Հետ համագործակցեն, իրանք իրաց տեղից թող նույն բանը խոսան, որ մենք էլ ենք կարծում, որ սա պիտի փոխվի, բայց ուրիշ կերպ։ Ենթադրենք ես մի ձև եմ համաձայնում, օրինակ, ես պատկերացնում եմ նախագահական սիստեմ, օրինակ, իրենք պատկերացնում են կիսանախագահական սիստեմ, կամ իրենք ուրիշ մի բան են պատկերացնում։ Այո, Նիկոլ Փաշինյանը թող գնա, որ այս միապետի ուրեմն լծակները ֆունկցիոնալ միապետի ուշադիր։ Ես չեմ ասում Հայաստանում թագավոր կա։ Հայաստանում թագավոր չկա պաշտոնապես, հանրապետություն է, միապետություն չի, բայց իր ֆունկցիայով նա ֆունկցիոնալ միապետություն է։ Այս ֆունկցիոնալ միապետությունը պետքա փոխվի։ Դա հնարավոր է փոխել միայն սահմանադրություն փոխելով։ Հետևաբար, բացի սահմանադրություն փոխելուց, այլ օրակարգ Հայաստանի Հանրապետությունում ես չեմ պատկերացնում։ Իշխանություն գալուց առաջ, հա, Նիկոլին փոխելուց առաջ կամ իշխանության գալուց առաջ ցանկացած ուժ այդ թվում ԿՊ-ն, եթե ԿՊ-ն վաղ ուզում է գա իշխանության, առաջի փաստարկը պետք է լինի գալ եւ փոխել սահմանադրություն։ Ավելին, եթե այսպիսի փաստարկ լինի, սիրով կխոսեմ ցանկացած ուժի հետ, կասեմ, ահա, դու ուրեմն ագրեսոր չես իմ քաղաքական դաշտին, իմ երկրի քաղաքական դաշտին, դու ագրեսոր չես իմ ժողովրդավարությանը ինստիտուտ առումով, դու ագրեսոր չես մեր արժեքներին, մեր հզորությանը, մեր ազատությանը։ Իսկ եթե սա չի խոսում, նա ընդամենը հերթական գաստրալյորն է, որ եկել է Նիկոլի գցի ինքը վերցնի, շարունակի ինքը անել։
Շնորհակալ եմ պատասխանի համար, որովհետև ես ստացա այն, ինչ ուզում էի, պարոն Մանասյան։ Ես շնորհակալ եմ հարցի համար։ համար։ Քանի որ գտնվում են այդ տրամաբանության մեջ, այսինքն Նիկոլ Փաշինյանին փոխելու եւ բովանդակային օրակարգեր քննարկումներ չեն լինելու, այլ լինելու են այսպիսի մակերեսային հարցեր ու օրակարգեր, ինձ հետաքրքիր է նոր ուժերը, նաև դուք, որ պատրաստվում եք այդ ամենին մասնակցել, դուք ինչպես եք պատկերացնում ձեր հնարավորությունները, արդյոք կլինի մրցակցային այդ ամբողջը, որովհետև նրանք ունեն իրենց քարոզչական գործիքները, ֆինանսները, ռեսուրսները, իսկ դուք այդ առումով հաստատ զիջում եք։ Ինձ միևնույնն է, ինչ իրանք ունեն։ Ես գիտեմ ինչ եմ ուզում եւ գիտեմ ինչ եմ ներկայացնում։ Ավելին, գիտեք ինչի է նման, այսօրվա հենց այսօրվա մեր ակտիվությունը, տեսեք, ընդամենը ես այսօր ասում եմ, որ ես կամ իմ ընկերները ասում են մենք կանք մենք հայտ ենք ներկայացրել, որ մենք կանք ժողովուրդ։ Այ հիմա եթե չգիտես ինչ անես, ու միգուցե այդ մոլորվածությունից, այդ դեպրեսիայից գնաս մի չարյաց փոքրագույնի ձեռքդ գցես, հանգիստ եղի, մենք կանք։ Եթե մենք քո սիմպաթիայի մեջ ենք հարգելի քաղաքացի կամ գործընկեր, քաղաքական դաշտի մեկ ուրիշ ակտիվ գործիչ, եթե դու գտնում ես, որ դու մենակ ես, հիմա չգիտես բալավ ում հետ, ես ինձ ներկայացրել եմ։ Ու էլի գիտեմ ուժեր, որոնք իրենց ներկայացրել են ու շարունակում են պատրաստվել։ Ավելին ասեմ, ներկա ժամանակը ինձ մոտ տպավորություն է թողում քաղաքական դաշտը, հա, տպավորություն է թողում 90-ականների սկիզբ, 80-ականների վերջ եւ 90-ականների սկիզբ, այսպես ջոկատներ էին, չէ, կամավորական ձևավորվում, որոնք այն ժամանակ շատ արագ իրենց ողջախոհությունը իրենց ստիպեց, որպեսզի ձևավորեն բանակ կանոնավոր։ Հիմա պատկեր քաղաքական դաշտը կայացած, դա մի հատ կանոնավոր բանակ է, կայացած քաղաքական դաշտը, անհատներով, կուսակցությունով, ակտիվ քաղաքացիներով, քաղաքական ազգով, ինքնորոշված, ինքնագիտակցված, ազատությունը իր համար սահմանած, այսա կանոնավոր բանակն է։ Հիմա մենք այդտեղ չենք ասել, բայց այս մեր ակտիվությունը, այդ կամավորական ջոկատների կարծես փուլը լինի, որով մենք դեռ փոքր խմբերով համակարգվում ենք։ Սա կարծես այսպես բյուրեղացման առանցք ենք ամեն մեկը ստեղծել եւ գնում է այս բյուրեղացման process-ը։ Սա մեծ հեռանկար կարող է ունենա, անկախ նրանից ինչ ֆինանսական միջոցներ կան, ինչպիսի լրատվական կապիտալ կա, տեղեկատվական, բազմիցս ասեմ դուք եւ մեկ էլ 24 News-ն է, ով ինձ հրապարակային եթեր է տալի ու իմ Facebook-յան լայվերը։ Մնացած կանալները հիմնականում չեն անդրադառնում կամ չեն անդրադառնում, հա, կարող է տարին մի անգամ ինչ որ մեկը միտեղ հրավիրի կամ 2 տարին մի անգամ։ Հիմա տեսեք, սա լուրջ փուլ է։ Ես այս փուլում արդեն տենում եմ կանոնավոր բանակը։ Ես այս փուլում դա եւ եթե այս պահի դրությամբ դուք ասում եք, այ գիտեք ինչ կա, այնտեղ կան շատ ավելի sense այրուձիներ կան, չգիտեմ, հա, ավելի բազմականակ կամ նետաձիգների, աղեղնավորների հսկայական գնդեր կա, միտքս հասկացեք։ Նրանք այրուձիներ եւ նետաձիգներ են ժամանակակից պատերազմի դարում, որոնք մի քոր կոպեկ չարժեն։ Հասկանում եք, այդ ամբողջ հնարավորությունը դրած է հին, հնամաշ հայացքների, պատկերացումների, մակերեսային խոսույթի, բամբաշչիության, իրար միս ուտելու, իրար հայհոյելու, իրար հայհոյելու, անձնապես ծանոթ մարդիկ իրար հայհոյում են։ Տեսեք, երբ որ քաղաքացին իշխանություններին հայհոյում է, դա նորմալ է։ Ինչի, որտեվ քաղաքացին հարկադրման ուրիշ մանդատ չունի, ուրիշ լծակ չունի, բանակ, զորքեր տիրապետող իշխանավորին ճնշելու, բացի բարոյական ճնշումը։ Իշխանությունը մարդուն կարագա ձերբակալի, օրենք որոշի հարկադրի, տուգանի, դատարաններով չգիտեմ, պատիժ սահմանի, ով ես որ չանես։ Բայց քաղաքացին այս ամեն ինչին ի պատասխան միայն կարա բարոյական ճնշում դրսևորի։ Երբ որ քաղաքացին հայհոյում է իշխանությանը, սա ես միտեղ հասկանում եմ։ Բայց երբ որ երկու գործընկեր իրար հայհոյում են, երկուսն էլ падգամավոր, իրար հայհոյում են, իրար նախկին զինակից ընկերներ, այսօր իրար հայհոյում են, ես դա չեմ հասկանում։ Ու այսինքն հասկանում եմ, բայց չեմ ընդունում։
Դա չեմ ընդ, այդ դա չեղավ արդեն։ Եվ եթե մենք հայտ ենք ներկայացնում մտնել քաղաքական դաշտ, ձևավորել են կանոնավոր բանակը, որը պիտի լինի Հայաստանի քաղաքական դաշտը, Հայաստանի Հանրապետության քաղաքական մտքի, այսպես դարբնոցը, այդտեղ մենք պիտի որոշակի տոլերանտություն ունենանք իրար նկատմամբ, անկախ նրանից ով է։ Օրինակ, օգտատերը Facebook-յան մեկնաբանություններում ինձ ասում է, խոստացի, որ գալու ես, եթե դու իշխանություն ունենաս, սրան պետք է բանտարկես, սրան պետք է պատժես, ես ինչը պետք է անես։ Ես իրան պատասխան եմ տալի, այ ընկեր, դու ես չէ ընտրողը։ Խոստացի, որ կգնաս ու նրան չես ընտրի։ Հələ դուք ընտրեք այդ մարդկանց, ում 300,000 ձայն եք տվել։ Տեսնեմ այդ բան Ռոբերտ Քոչարյան, այսօր մարդիկ վեր են կանում, այ պետք է բռնես, բանը դատես, պատժես, այ ընկեր 300,000 ձայն, ով է տվել։ Ով է տվել 300,000 ձայն այդ մարդուն կամ ավել, միգուցե, ինչքան ձայնը հավաք է։ 360,000, ինչքան չգիտեմ։ Լավ ձայն են տվել, դուք գրածը քվեարկել են, չէ՞ մարդիկ։ Դուք սրա մասին մտածեք։ Ու դուք միայնակ չեք, եթե քո երկրում ընտրողների չգիտեմ, մի զգալի մասը, ընտրությանը մասնակցած մարդկանց, մի զգալի մասը պատրաստ է գնալ նրան ձայն տա, ուրեմն սուս նստի տեղդ կամ ընկերներիդ հավաքի, գաղափարակիցներիդ հավաքի, համախոհներիդ հավաքի, գնա ընտրի մեկ ուրիշին, ում քվեների առաջ այդ 300,000-ը շատ փոքր տոկոս կլինի, ոչինչ չնշանակող տոկոս կլինի, բայց դուք նստում եք տունը, ոչ մի բան չես անում, թեկնածություն էլ չես ներկայացնում, չես էլ կարում դառնացից քաղաքական զինակից, ոչինչ անում, չես ուզում ինձ ընտրես, այ մարդ, դու քեզ այդքան լավն ես համարում, արի ինձ հետ զինակից եղի, վեր կաց, տեղիցդ վեր կաց, արի մենք զինակից լինենք, այնքան ձայն հավաքենք, որ նրա 300,000-ը կլինի կամ չգիտեմ 200,000-ը կլինի կամ 500,000-ը կլինի, մեր համեմատ լինի փոքր տոկոս, բայց եթե դուք դա չեք անում, դուք պատասխան եք տալի ձեր վիճակի համար, ձեր գլուխը պատասխանատու է ձեր այսօրվա վիճակի համար։ Ամեն անգամ այդ անմեղսունակ երեխայի կեցվածքով պետությունը չի անում, այս ինչը չի անում, մի հոգի կա այս երկրում, որ մեղավոր է, ինքը չեմ, չէ, այս երկրում մեծը մեծ պատասխանատվություն է կրում, փոքր պատասխանատվություն է կրում։ Դաժե նույնիսկ այն երեխաները նրանք պատասխանատու են։ Նա էլ պատասխանատու է իր դասը սովորել չսովորելու համար։ Նա էլ պատասխանատու է ուսուցչի նկատմամբ հարգալից լինելու կամ չլինելու համար, նա պատասխանատու է։ Միայն ծնողը չի կարա նրան։ Ծնողը հաճախ կարող է բացատրի դաստիարակել, երեխան հակառակվի ծնողին։ Այսինքն մեծ պատասխանատվություն է կրում, փոքր պատասխանատվություն է կրում, բայց բոլորն են պատասխանատու։ Եվ մի փորձեք ձեր անպատասխանատու վարքագիծը, անպատասխանատու մենտալիտետը, մշակույթը անմեղսունակության վերագրել։ Թե գիտես ինչ կանա չի հասկանում, դե չէ։ Ինձ մեկա, ես Քրիստոսը չեմ, որ ասեմ, հայերներին նրանց քանի որ չգիտեն ինչ են անում, շատ է լավ էլ գիտեն ինչ են անում։ Շատ է լավ գիտեն ինչ են անում, ու ես չեմ ասում հայրների նրանց, ես ասում ամեն մեկը ձեր վիճակի գտնվելու համար պատասխանատու եք։ Եթե այսօր ուզում եք թալանչիներին պատասխանության ենթարկեք, այդ նույն թալանչիների հետ 100,000-ներով հանցակցել են մարդիկ, 5-10, չգիտեմ, 20,000 ընտրակաշարք վերցնելով։ Այդ նույն թվերին, երբ որ մարդիկ համատարած ընտրակաշարք էին վերցնում, իմ ընտանիքը չի վերցրել ընտրակաշարք։ Հույս չկար, չէ՞, գիտեիր, որ մեկը փրկություն, բայց գոնե մարդիկ կան ու դրանք քիչ չեն այդ մարդիկ։ Էլի նույն ձևի 100,000-ավոր մարդիկ իրենց բարոյականությունը թույլ չի տվել ընտրակաշարք վերցնել։ Հիմա որ ասենք բռնենք, դատենք, էսանենք, այնանենք, բայց այն 100,000-ավորները, որ այդ ընտրակաշարք են վերցրել, դրանց դատելու թեմա չկա։ Այդ դրանք են այսօր գնացել Նիկոլի տակ մտե, ասում են Թալանը հետ բեր։ Իրենց նախանձն են ուզում բավարարել։ Այդ նույնները վաղը Քոչարյանը գա, գնալու են Քոչարյանի տակը մտնեն։ Նրանք մեկի տակը ման են գալի, որ մտնեն։ Ու պետք չի, որ նրանց թելադրած օրակարգը, վայ գիտես ժողովուրդը սա է պահանջում։ Ժողովուրդը մի բան չի պահանջում, եթե մի բան է պահանջում, ինչա, խաղաղությունը լինի, կյանքը լինի, աշխատանքը լինի, աշխատենք ապրենք։ Բայց քաղաքական արդեն նեղ դրսևորումներով ամեն սոցիալական խումբ, ամեն մշակութային խումբ մի բան է պահանջում։ Ու այդ պահանջները երբեմն շատ տարբեր են իրարից։ Թող ամեն մեկը իր պահանջը ներկայացնող տեխնացուին գնա, ձայն տա, եթե չի գտնում, թող ինքը տեխնացություն ներկայացնի։ Այսօր այնպես չի, որ ես հնարավորություն ունեմ։ Չգիտեմ, ֆինանսներ, բան, տեսրեք մի հատ ռեկլամ, մի հատ ինչ-որ եսի ինչ, չկա ընկեր։ Հա ինչ անեմ չկա։ Ես խո կամ, իմ գլուխը կա։
Իմ խելքը կա, վերջ, ես ինչքան կարամ իմ ջիղը ինչքան թույլ կտա այդքանով կներկայացնեմ։ Ժամանակի ընթացքում մարդիկ են զանգում, հանդիպում ենք, ծանոթություններ, այսինքն հնարավոր է հնդածս հնարավորություններ էլ ավելի մեծ ի հայտ գան։ Ինչքան շատ մասնակից, ինչքան շատ շահագրգիռ անձ, ինչքան շատ նվիրյալ, այնքան էլ շատ հնարավորություններ։